Ձյունածածկ փոքր քաղաքում մի աղջիկ նամակ է գրում անկյունի գրասենյակի Սանտա Կլաուսին։ Նա ալիքներ չի խնդրում, այլ մի տուն, որտեղ մայրը կարող է կրկին ժպտալ ջերմության մեջ քնել։ Քաղաքի մյուս կողմում մի միայնակ ղեկավար պատահաբար գտնում է այդ նամակը, ինչ-որ բան նրա ներսում արթնանում է։ Այս անմեղ խնդրանքը կբացի ցավով կկոծված դռներ կհամախմբի 3 սրտեր, որոնք երբեք չէին պատկերացնում, որ կարող են ընտանիք դառնալ։ Սուրբ Ծննդյանը նախորդող շաբաթվա ընթացքում Գյումրին արթնանում էր սպիտակ ծածկոցի տակ, որը փողոցները վերածում էր լուռ բացիկների։ Հայաստանի ամենացուրտ քաղաքը հագել էր իր լավագույն ձմեռային զգեստը։ Եղյամը ծածկել էր խնձորի այգիները, իսկ ձյունը կուտակվել էր բլուրները զարդարող փայտե տների կտուրներին։ Սարերից փչող սառցե քամին իր հետ բերում էր վառվող փայտի բույրը առջում սպասվող ավելի սաստիկ ցրտի խոստումը։ Մարդիկ շտապ քայլում էին, կուչ եկած իրենց հաստ վերարկուների մեջ, մինչդեռ խանութների ցուցափեղկերն արդեն զարդարված էին ամանորյա դեկորացիաներով, որոնք հակադրվում էին երկնքի մռայլ մոխրագույնին։ Կենտրոնից ամենահեռու թաղամասում, որտեղ տները փոքր էին, իսկ փողոցները ոչ այնքան խնամված, հին շենքի առաջին հարկի մի փոքրիկ բնակարանում ապրում էին 2 հոգի, որոնք ցրտի դեմ պայքարում էին ջերմաստիճանից շատ ավելի խորը եղանակներով։ Անահիտը ընդամենը 6 տարեկան էր, բայց նրա շագանակագույն աչքերը կրում էին մի լրջություն, որը չէր համապատասխանում իր տարիքին։ Նստած հյուրասենյակի սառը հատակին, ոտքերը խաչած ուսերին բարակ ծածկոց գցած, նա իր փոքրիկ մատների մեջ սեղմել էր կարմիր մատիտը գրում էր կարոր առաքելություն կատարողի կենտրոնացվածությամբ։ Ճմրթված թղթի վրա ձավորվող նամակում նա տիկնիկներ, հեծանիվներ կամ էլեկտրոնային խաղեր չէր խնդրում։ Անահիտը դանդաղ էր գրում, յուրաքանչյուր տառը խնամքով արտագրելով, լեզուն դուրս հանած ի նշան կենտրոնացման։ Սիրելի ձմեռ պապիկ անկյունի գրասենյակից։ Նա մի քանի անգամ տեսել էր այդ շենքը, երբ մորն ուղեկցում էր մինչ ավտոբուսի կանգառ։ Այն տարբերվում էր մյուսներից։ Ավելի բարձր էր, ապակիներն արտացոլում էին երկինքը, իսկ պտտվող դուռը կարծես ֆիլմերից լիներ։ Անահիտը վստահ էր, որ եթե ձմեռ պապն իսկապես գոյություն ունի ինչ-որ տեղ աշխատում է, ապա դա կարող է լինել միայն այնտեղ։ Մի վայր, որտեղ մարդիկ գեղեցիկ հագուստ էին կրում կարոր պայուսակներ տանում։ Մի վայր, որտեղ իսկական բաներ էին տեղի ունենում։ Ես այս տարի խաղալիքներ չեմ ուզում, գրեց նա դողացող տառերով։ Ուզում եմ, որ մայրիկս այլս չլացի, երբ կարծում է, թե ես քնած եմ։ Ուզում եմ մի տուն, որտեղ ջեռուցիչն աշխատի, նա ստիպված չլինի 3 ծածկոց օգտագործել։ Ուզում եմ, որ նրա ոտքերը նորից տաքանան, որ նա ժպտա այնպես, ինչպես առաջ էր ժպտում, երբ մենք մյուս քաղաքում էինք ապրում։ Անահիտը մի պահ կանգ առավ, ստորին շուրթը գծելով, մինչ մտածում էր, թե էլ ինչ գրի։ Կողպեքի մեջ բանալու պտտվելու ձայնը ստիպեց նրան հայացքը բարձրացնել։ Նա արագ ծալեց նամակը, թաքցրեց ծածկոցի տակ, ուշադրությունը կենտրոնացնելով կողքին դրված նկարչական ալբոմի վրա։ Անուշը բնակարան մտավ, իր հետ բերելով թարմ հացի հոգնածության բույրը։ 32 տարեկանում նա կարծես մի ամբողջ կյանքի ծանրություն կրեր իր կորացած մեջքին խորն ընկած աչքերի տակ։ Հացի փռի սպիտակ համազգեստը, որտեղ նա աշխատում էր, ալյուրոտ էր, իսկ անփույթ հավաքած շագանակագույն մազերի փնջից դուրս եկած մազափնջերը շրջանակում էին նրա գունատ դեմքը։ Նա ժպտաց, տեսնելով դստերը, բայց դա մի ժպիտ էր, որը չէր հասնում աչքերին։ Մի ժպիտ, որն Անահիտն արդեն սովորել էր ճանաչել որպես այն ժպիտը, որը մեծահասակները ցույց են տալիս, երբ ուզում են թաքցնել իրենց տխրությունը։ Բար, սիրելիս։ Նկարում էիր, Անուշի ձայնը հնչում էր մեղմ, բայց հոգնած։ Անահիտը գլխով արեց, ավելի ամուր փաթաթվելով ծածկոցով։ Մեզ եմ նկարել ծովափին, հիշում ես։ Երբ անցած ամառ գնացել էինք։ Հիշում եմ, աղջիկս։ Գեղեցիկ օր էր, Անուշը կռացավ աղջկա կողքին համբուրեց նրա գլուխը։ Ես ընթրիք կպատրաստեմ, լավ։ Այսօր կարողացա մի քանի ավելացած բուլկի բերել։ Մինչ մայրը շարժվում էր փոքրիկ խոհանոցում, Անահիտը սպասում էր հարմար պահի։ Երբ Անուշը մտավ լոգարան ցնցուղ ընդունելու, աղջիկը վերցրեց նամակը, դրեց մի հին հաշվից պահած ծրարի մեջ դրսի կողմից իր լավագույն ձեռագրով գրեց. Անկյունի գրասենյակի ձմեռ պապիկին։ Նա հստակ հասցեն չգիտեր, բայց վստահ էր, որ եթե այն դնի այդ բարձր շենքի պոստարկղը, նամակը կհասնի ճիշտ տեղ։ Հաջորդ օրը, մինչ Անուշն աշխատում էր առավոտյան հերթափոխում, Հարանուհին, որը խնամում էր Անահիտին, նրան զբոսանքի տարավ դեպի կենտրոնական հրապարակ։
Աղջիկը խնդրեց անցնել ապակե շենքի մոտով, երբ Հարանուհին շեղվեց, ծանոթի հետ զրուցելով, Անահիտը մոտեցավ մուտքին։ Պտտվող դռան կողքին կապույտ փոստարկղ կար, որի վրա գրված էր «Արտրային նամակագրություն»։ Աղջկա համար դա հաստատում էր, որ նա ճիշտ տեղում է։ Սիրտը թրթռալով նա նամակը մտցրեց բացվածքի մեջ լուռ աղոթք շշնջաց, նախքան վազելով Հարանուհու մոտ վերադառնալը։ Քաղաքի մյուս ծայրում, նույն այդ շենքի վերջին հարկում, Արմեն Սարգսյանը իր գրասենյակի պատուհանից դիտում էր ձյունածածկ բնապատկերը։ 43 տարեկանում նա գինեգործության գյուղական զբոսաշրջության ոլորտում կայսրություն էր կառուցել, Գյումրին դարձնելով ազգային չափանիշ։ Նրա ընկերությունն արտահանում էր մրցանակակիր գինիներ, կազմակերպում էր զբոսաշրջային փորձառություններ, որոնք գրավում էին այցելուների ամբողջ երկրից։ Բայց այդ ամբողջ հաջողությունն ուներ մի գին, որը նա վճարում էր լռության մենության մեջ։ 3 տարի առաջ Յուլիան հեռացել էր։ Ոչ թե հանկարծակի, այլ ամիսներ տաց պայքարից հետո մի հիվանդության դեմ, որը քայքայել էր ոչ միայն նրա մարմինը, այլ այն երազանքները, որոնք նրանք միասին կառուցել էին։ Արմենը դեռ հիշում էր, թե ինչպես էր վերջին անգամ տեսել նրա ժպիտը, հեռանալուց մեկ շաբաթ առաջ։ Նա պառկած էր հիվանդանոցի մահճակալին, ձեռքերում բռնած մի փոքրիկ դեղին սվիտեր, որը գործել էր։ Դա այն դստեր համար էր, որին նրանք այդպես էլ չորթեգրեցին։ Նրանք գործընթացը սկսել էին ախտորոշումից 2 տարի առաջ, այցելել էին մանկատներ, լրացրել դիմումներ, երազել զարդարված սենյակների աղմկոտ նախաճաշերի առավոտների մասին։ Բայց հիվանդությունը խանգարեց ամեն ինչ։ Խոստացիր, որ կշարունակես, շնջացել էր Յուլիան այն օրը, ամուր բռնելով նրա ձեռքը։ Խոստացիր, որ չես հրաժարվի ապրելուց։ Արմենը խոստացել էր։ Բայց խոստանալն ու կատարելը տարբեր բաներ էին։ Այդ ժամանակվանից նա ապաստանել էր աշխատանքի մեջ, գրասենյակը դարձնելով իր միակ իսկական տունը։ Միայնակ ընտրում էր թանկարժեք ռեստորաններում, քիչ էր քնում, խուսափում էր ցանկացած իրավիճակից, որը կարող էր արթնացնել այն զգացմունքները, որոնք նա 7 կողպեքի տակ էր փակել։ Դեղին սվիտերը շարունակում էր պահված մնալ ննջասենյակի պահարանի դարակում, լուսանկարների ալբոմների նամակների հետ, որոնք նա բացելու քաջություն չուներ։ Արմեն, այսօրվա նամակագրությունն եմ բերել, Գայանեի իր ավելի քան 10 տարվա օգնականի ձայնը նրան դուրս բերեց մտքերից։ Նա գրասենյակ մտավ, ձեռքին ծրարների փաստաթղթերի մի կույտ։ Շատ բան կա։ Մուտքի այդ փոստարկղը սխալ նամակներ է ստանում։ Կարծում եմ, մարդիկ շփոթում են փոստի հետ։ Կարող ես սեղանին թողնել։ Ավելի ուշ կնայեմ, Արմենը կրկին ուշադրությունը սեռեց համակարգչի աղյուսակին, բայց Գայանեն անմիջապես դուրս չեկավ։ Այստեղ մի տարօրինակ նամակ կա։ Երեխայի գրածի է նման, նա մի ճմրթված ծրար դրեց կույտի վրա, դրսից մանկական ձեռագրով։ Արմենը առանց մեծ հետաքրքրության վերցրեց ծրարը, բայց երբ մատները դիպան բարակ թղթին տեսան դողացող տառերը, նրա ներսում ինչ-որ բան շարժվեց։ Նա դանդաղ բացեց, հանելով ծալված թուղթը։ Երբ կարդում էր կարմիր մատիտով գրված բառերը, շուրջ բոլորը գրասենյակի աղմուկը անհետացավ։ Աղջկա ձայնը թղթից դուրս էր թռչում մի անկեղծությամբ, որը կտրեց անցավ բոլոր այն պաշտպանական պատնեշները, որոնք նա կառուցել էր։ Նա կարդաց մեկ անգամ։ Հետո կրկին կարդաց։ Եվս մեկ անգամ։ Յուրաքանչյուր բառը նրա հուզական զրահին հասցված մեղմ հարված էր։ Խնդրանքի պարզությունը, այդ երեխայի անաղարտ անհանգստությունը մոր համար, անկեղծ հավատը, որ ձմեռ պապը կարող է ամեն ինչ կարգավորել։ Արմենը կրծքում մի սեղմում զգաց, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Աչքերը այրվեցին, նա ստիպված եղավ մի քանի անգամ թարթել, նախքան կկարողանար զսպել այն հուզմունքը, որը սպառնում էր դուրս հորդել։ Գայանե, նա հետ կանչեց օգնականին, ձայնը խռպոտ էր հնչում։ Պետք է, որ դու պարզես, թե ով է ուղարկել այս նամակը։ Այստեղ փողոցի անուն կա, ներքում։ Վարդերի փողոց։ Տես, թե կարող ես որևէ տեղեկություն գտնել։ Գայանեն վերցրեց նամակը, արագ կարդաց, նրա աչքերը նույնպես լցվեցին արցունքներով։ Կպարզեմ, Արմեն։ Անհոգ եղիր։ 2 օր պահանջվեց։ Գայանեն արդյունավետ էր զգույշ։ Նա պարզեց, որ հասցեն համապատասխանում է բանվորական թաղամասի հին բնակարանների համալիրին։ Տեղի արտրականների հետ զրույցների մի քանի ռազմավարական հեռախոսազանգերի միջոցով նա գտավ Անուշ անունով մի կնոջ, որն աշխատում էր Սուրբ Սարգիս հացի փռում ուներ Անահիտ անունով փոքրիկ դուստր։ Նկարագրությունը համընկնում էր։
Միայնակ մայր եկած մեկ այլ քաղաքից, ֆինանսական դժվարությունների մեջ, բայց աշխատասեր ազնիվ։ Երբ Գայանեն տեղեկությունները հանձնեց, Արմենը երկար րոպեներ լուռ մնաց։ Նա գիտեր, որ տրամաբանական կլիներ անանուն նվիրատվություն ուղարկել, գուցե որևէ բարեգործական կազմակերպության միջոցով։ Բայց բանականությունից ավելի ուժեղ մի բան էր նրան մղում։ Նա պետք է տեսներ, թե ով է գրել այդ նամակը։ Պետք է նայեր այն աղջկա աչքերին, որը դեռ հավատում էր ձմեռ պապին հրաշքներին։ Հաջորդ կեսօրին Արմենը իր համեստ մեքենան կայանեց հասցեից մի քանի թաղամաս հեռու քայլեց դեպի հին շենքը։ Ձյունը դադարել էր, բայց ցուրտը դեռ սաստիկ էր։ Նա բարձրացավ մի քանի աստիճաններով դեպի գունաթափ փայտե դուռը 3 անգամ թակեց, սիրտը բաբախում էր այնպես, ինչպես վաղուց չէր բաբախել։ Անուշը զգուշորեն բացեց դուռը, ձեռքին փայտե գդալ բռնած։ Նրա դեմքին զարմանք արտահայտվեց, տեսնելով այնտեղ կանգնած լավ հագնված տղամարդուն։ Այո։ Արմենը կուլ տվեց թուքը։ Բարդ ձեզ։ Իմ անունը Արմեն Սարգսյան է։ Ես մի նամակ եմ ստացել։ Շատ յուրահատուկ նամակ, նա վերարկուի ներքին գրպանից հանեց ծրարը։ Կարծում եմ, ձեր դուստրն է գրել։ Նախքան Անուշը կկարողանար պատասխանել, բնակարանի խորքից մի բարակ ձայն լսվեց։ Մայրիկ, ո՞վ է։ Անահիտը հայտնվեց մոր հետից, վարդագույն ֆլանելե գիշերազգեստով հաստ գուլպաներով։ Երբ նրա աչքերը ընկան Արմենի, հետո նրա ձեռքի նամակի վրա, նրա ամբողջ դեմքը լուսավորվեց։ Դուք անկյունի գրասենյակի ձմեռ պապիկն եք, նա խոսեց այնպիսի վստահությամբ, ուրախությամբ, որ Արմենը կրկին զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում։ Անուշը նայեց դստերը, հետո Արմենին, վերջապես նամակին։ Նրա դեմքը կարմրեց։ Անահիտ, ինչ ես արել։ Աղջիկը զղջման նշան ցույց չտվեց։ Ես նամակ եմ գրել, մայրիկ։ Ինչպես դու ասացիր, որ կարող եմ անել։ Եվ ես այն դրեցի գեղեցիկ շենքի փոստարկղը, որովհետև ձմեռ պապիկը ապրում է կարևոր վայրերում։ Արմենը կռացավ աղջկա հասակին, աչքերը փայլում էին մի հուզմունքով, որն այլս չէր կարողանում թաքցնել։ Դու շատ գեղեցիկ նամակ ես գրել, Անահիտ։ Եվ գիտես, ինչ է լինում քո նման յուրահատուկ նամակների հետ։ Դրանք միշտ հասնում են ճիշտ տեղ։ Անահիտը ժպտաց, բացահայտելով մի փոսիկ, որտեղ ատամ էր պակասում։ Ուրեմն դու կօգնես մայրիկիս։ Անուշը դեռ դրան մոտ, կարծես երկմտում էր ամոթի անվստահության մեջ։ Տեսեք, պարոն Սարգսյան, ես չգիտեմ, թե իմ դուստրն ինչ է գրել, բայց մենք ողորմության կարիք չունենք։ Մենք հոգում ենք մեր կարիքները, ինչպես կարողանում ենք։ Արմենը ոտքի կանգնեց, նայելով կնոջը։ Ես հասկանում եմ։ Եվ ես այստեղ ողորմություն անելու համար չեմ եկել։ Եկել եմ, որովհետև ձեր դուստրը ինձ հիշեցրեց մի բան, որը ես մոռացել էի, նա խորը շունչ քաշեց։ Կարող եմ ներս մտնել։ Միայն մի քանի րոպեով։ Խոստանում եմ, որ ամեն ինչ կբացատրեմ։ Անուշը տատանվեց, բայց այդ տղամարդու հայացքում ինչ-որ բան կար։ Մի անկեղծություն, որը նա ճանաչում էր։ Մի ցավ, որը նա նույնպես գիտեր։ Դանդաղ նա բացեց դուռը, նշան արեց, որ նա ներս մտնի։ Բնակարանը փոքր էր ու համեստ, բայց մաքուր կոկիկ։ Արմենը նկատեց անկյունում դրված փչացած ջեռուցիչը, բազմոցին դրված ծածկոցների կույտը, փոքրիկ սեղանի վրա դրված հաշիվները։ Անահիտը նրան դիտում էր հետաքրքրասեր աչքերով, կարծես կանգնած լիներ մի կախարդական կերպարի առջ, որը դուրս էր եկել հեքիաթից։ Արմենը նստեց այն աթոռին, որն Անուշն առաջարկեց, 3 տարվա մեջ առաջին անգամ սկսեց խոսել Յուլիայի մասին։ Դեղին սվիտերի մասին։ Ընդհատված երազանքների մասին։ Այն մենության մասին, որը նրան սպառում էր։ Եվ այն մասին, թե ինչպես էր այդ պարզ նամակը կոտրել ինչ-որ բան իր ներսում, մի բան, որը պետք է կոտրվեր, որպեսզի նա կարողանար նորից զգալ։ Անուշը լուռ լսում էր, արցունքները անձայն հոսում էին նրա դեմքով։ Անահիտը մոտեցավ, իր փոքրիկ ձեռքը դրեց Արմենի ձեռքին։ Դուք տխուր ձմեռ պապիկ եք։ Բայց մենք էլ կարող ենք ձեզ օգնել։ Եվ այդ պահին Գյումրի մոռացված թաղամասի սառը բնակարանում 3 մենակյաց հոգիներ գտան մի բանի կայծ, որը բոլորն էլ կորցրել էին։ Հույս։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում, շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որը դուք կլսեք ձեր կյանքում։
Արմենը այդ բնակարանից դուրս եկավ փոխված։ Դա տեսանելի փոփոխություն չէր, որը կարելի էր բացատրել պարզ բառերով, այլ մի խորը բան, որը տեղի էր ունենում շերտերով, ինչպես ջունը, որը կուտակվում է փաթիլ առ փաթիլ, մինչ ամբողջությամբ ծածկում է բնապատկերը։ Տուն վերադառնալու ճանապարհին նա լուռ վարում էր, Անահիտի խոսքերը արձագանքում էին նրա մտքում։ Դուք տխուր ձմեռ պապիկ եք։ Այդ դիտարկման դաժան պարզությունը հարվածել էր մի տեղի, որը նա այդքան երկար փակ էր պահում։ Այդ գիշեր, Յուլիայի հեռանալուց հետո առաջին անգամ, Արմենը բացեց այն դարակը, որտեղ պահում էր դեղին սվիտերը։ Նրա ձեռքերը դողացին, դիպչելով փափուկ բրդին, նա թույլ տվեց, որ արցունքները գան։ Նա լաց եղավ կորցրած կնոջ երբեք չհանդիպած դստեր, այն տարիների համար, որոնք վատնել էր, թաքնվելով աղյուսակների հանդիպումների հետում։ Բայց նա լաց եղավ, որովհետև այդ փոքրիկ ու սառը բնակարանում զգացել էր, որ ինչ-որ բան վերածնվում է։ Մի գայծ։ Մի հնարավորություն։ Հաջորդ օրերին Արմենը չէր կարողանում դադարել մտածել Անահիտի Անուշի մասին։ Գայանեն նկատեց փոփոխությունը իր ղեկավարի մեջ։ Նա ավելի ցրված էր։ Ավելի հաճախ էր պատուհանից նայում, նրա շարժումներում նոր անհանգստություն կար։ Հանդիպումից երրորդ օրվա առավոտյան նա կանչեց Գայանեին իր գրասենյակ։ Գայանե, պետք է որ իմ համար մի բան անես, Արմենը նրան տվեց ձեռագիր ցուցակ։ Այն երկար էր մանրամասն։ Ուզում եմ, որ այս ամենը կազմակերպվի զգուշորեն։ Ոչ մի բան, որը կարող է ցուցադրական թվալ կամ ինչ-որ մեկին անհարմար դրության մեջ դնել։ Գայանեն կարդաց ցուցակը ժպտաց։ Նրա աչքերը փայլում էին անկեղծ ուրախությամբ։ Վերջապես, Արմեն։ Վերջապես դու վերադառնում ես։ Նա չպատասխանեց, բայց նրա շուրթերին հայտնված փոքրիկ ժպիտն ամեն ինչ ասաց։ Մինույն ժամանակ, Վարդերի փողոցի բնակարանում, Անուշը փորձում էր ընկալել, թե ինչ է տեղի ունեցել։ Այդ տղամարդու այցը նրան շփոթեցրել անհանգստացրել էր։ Նա սովոր էր միայնակ պայքարել, ոչ ոքից կախված չլինել, պատեր կառուցել, իրեն դստերը պաշտպանելու համար։ Բայց Արմենը չէր նմանվում այն տղամարդկանց, որոնք օգնություն են առաջարկում, ինչ-որ բան սպասելով փոխարենը։ Նրա աչքերում իսկական ցավ կար։ Մի ցավ, որը նա ճանաչում էր, որովհետև ինքն էլ էր կրում իրենը։ Անահիտը, մյուս կողմից, փայլում էր։ Նա պատմում էր յուրաքանչյուրին, ով ցանկանում էր լսել, որ ձմեռ պապիկը այցելել է իրենց տուն։ Հարանուհին, որը խնամում էր նրան օրվա ընթացքում, լսում էր պատմությունները զվարճանքի անհանգստության խառնուրդով, խորհուրդ տալով Անուշին զգույշ լինել։ Դու չես ճանաչում այդ մարդուն, Անուշ։ Նա կարող է անկեղծ թվալ, բայց այսօրվա օրով երբեք չես կարող իմանալ։ Անուշը գիտեր, որ Հարանուհին անհանգստանալու պատճառ ունի։ Բայց ինչ-որ բան իր ներսում, մի ինտուիցիա, որին նա սովորել էր վստահել տարիների ընթացքում, ասում էր, որ Արմենը տարբեր է։ Այնուամենայնիվ, նա զգուշավոր էր մնում, պաշտպանելով իր դստեր սիրտը։ Սուրբ Ծննդից 4 օր առաջ, երբ Անուշը տուն վերադարձավ հացի փռի կեսօրվա հերթափոխից հետո, նա գտավ Գայանեին շենքի դռան մոտ սպասելիս։ Արմենի օգնականը էլեգանտ էր իր մոխրագույն բրդյա վերարկուով, բայց նրա ժպիտը ջերմ էր անկեղծ։ Անուշ։ Ես Գայանեն եմ, Արմեն Սարգսյանի օգնականը։ Նա խնդրեց, որ գամ զրուցելու ձեզ հետ։ Մի քանի րոպե ունեք։ Անուշը Գայանեին հրավիրեց ներս, սիրտը արագ բաբախում էր։ Անահիտը Հարանուհու տանն էր, ինչը թույլ էր տալիս նրանց զրուցել առանձին։ Երկու կանայք նստեցին խոհանոցի փոքրիկ սեղանի շուրջ, Գայանեն անմիջապես անցավ գործի։ Արմենը չէր ուզում, որ ես գամ առանց նախազգուշացնելու, բայց ես կարծեցի, որ ավելի լավ է անձամբ խոսել, նա մի ծրար դրեց սեղանին։ Նա մի առաջարկ ունի։ Դա ողորմություն չէ, դուք կհասկանաք, երբ բացատրեմ։ Անուշը դողացող ձեռքերով բացեց ծրարը։ Ներսում Արմենի ձեռագրով գրված նամակ կար։ Նա լուր կարդաց, երբ բառերը ձավորվեցին նրա մտքում, նա զգաց զգացմունքների մի խառնուրդ, որը չէր կարողանում անվանել։ Նամակում բացատրվում էր, որ Արմենը Գյումրիի մերձակայքում մի կալվածք ունի, հին ագարակ, որը վերանորոգվել էր, այժմ տեղակայում էր գինեգործարան մի քանի օժանդակ շինություններ։ Դրանց մեջ կար մի հյուրատուն հետնամասում, փոքր, բայց հարմարավետ, որը դատարկ էր մնացել այն օրվանից, երբ նախկին տնտեսվարը թոշակի էր անցել։ Արմենն առաջարկում էր, որ Անուշն ու Անահիտը այնտեղ մնան մինչ Սուրբ Ծնունդ, կամ որքան ժամանակ որ անհրաժեշտ լինի։ Փոխարենը նա խնդրում էր միայն, որ Անուշը շաբաթը մի քանի անգամ հոգ տանի հիմնական տան մասին։
Եփի, կարգի բերի, կյանք հաղորդի այն տարածքին, որը դարձել էր սառը դատարկ։ Սա ողորմություն չէ, ասվում էր նամակում։ Սա արդար փոխանակում է։ Դուք ինձ կտաք մի բան, որը փողով հնարավոր չէ գնել։ Տուն ունենալու հնարավորություն, որը կրկին տան զգացողություն կտա։ Անուշը բարձրացրեց խոնավ աչքերը։ Ինչու է նա սա անում։ Գայանեն բռնեց Անուշի ձեռքը սեղանի վրա։ Որովհետև Անահիտի նամակը նրան հասավ այնպես, ինչպես ոչինչ չէր կարողացել 3 տարվա ընթացքում։ Եվ որովհետև նա ձեր մեջ ճանաչում է մի բան, որը ինքը կորցրել է։ Քաջություն։ Վճռականություն։ Շարունակելու ուժ, նույնիսկ երբ ամեն ինչ անհնար է թվում։ Անուշը երկար լուռ մնաց։ Նրա մի մասը ուզում էր մերժել, պահպանել իր անկախությունը, իրեն խոցելի դիրքում չդնել։ Բայց մյուս մասը, այն մասը, որը հոգնել էր միայնակ պայքարելուց, որն ուզում էր տեսնել իր դստերը մեծանալիս տաք անվտանգ վայրում, շշնջում էր, որ ամեն ինչ կարգին է օգնություն ընդունելը։ Որ դա իրեն թույլ չի դարձնում։ Կարող եմ մինչ վաղը մտածել, վերջապես հարցրեց նա։ Իհարկե, Գայանեն ժպտաց։ Արմենն ասաց, որ դուք պետք է ունենաք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Բայց, Անուշ, կարող եմ մի բան ասել։ Որպես մեկը, ով ճանաչում է այդ մարդուն 10 տարի, կարող եմ երաշխավորել, որ նա անկեղծ է։ Եվ կարծում եմ, որ դուք երկուստ կարող եք լինել հենց այն, ինչ նրան պետք է նորից ապրելու համար։ Այդ գիշեր, երբ Անահիտը քնեց, Անուշն արթուն մնաց, պատուհանից նայելով մութ երկնքին։ Մի քանի ձյան փաթիլներ սկսեցին նորից ընկնել, բարելով լապտերների դեղին լույսի ներքո։ Նա մտածեց պայքարի բոլոր տարիների, բոլոր այն անգամների մասին, երբ ժպիտ էր դրել դեմքին, նույնիսկ երբ ուզում էր փլուզվել։ Մտածեց Անահիտի հոր մասին, որը հեռացել էր նույնիսկ աղջկա ծնվելուց առաջ, թողնելով միայն դատարկ խոստումներ։ Մտածեց այն փոքրիկ քաղաքի մասին, որտեղից եկել էին, որտեղ հնարավորություններն էլ ավելի սակավ էին, քան Գյումրիում։ Եվ մտածեց այն տխուր աչքերով տղամարդու մասին, որը հայտնվել էր իր դռան մոտ, դստեր նամակը ձեռքին, կարծես դա գանձ լիներ։ Հաջորդ առավոտյան Անուշը զանգահարեց այն համարով, որը Գայանեն թողել էր։ Ես ընդունում եմ առաջարկը։ Բայց մի պայմանով։ Ես ուզում եմ իսկապես աշխատել։ Չեմ ուզում ինձ բարեգործության շահառու զգալ։ Արմենի ձայնը հեռախոսի մյուս կողմում թեթացած հնչեց։ Դուք իմ խոսքն ունեք, Անուշ։ Եվ շնորհակալություն։ Շնորհակալություն ինձ այս հնարավորությունը տալու համար։ Տեղափոխությունը արագ տեղի ունեցավ։ Հաջորդ օրը, ցուրտ, բայց արոտ շաբաթ օրը, Արմենը եկավ բեռնատարով, Անուշին Անահիտին տանելու։ Աղջիկն այնքան հուզված էր, որ հազիվ էր տեղում մնում, մի ոտքից մյուսին թռչկոտելով, մինչ մայրը հավաքում էր իրենց սակավաթիվ ճամպրուկները։ Ճանապարհը դեպի կալվածք տեց մոտ 20 րոպե։ Նրանք դուրս եկան Գյումրիի կենտրոնից, բարձրացան ոլորապտույտ ճանապարհներով, որոնք կտրում անցնում էին Խնձորի այգիներով, Ձյունածածկ խաղողի այգիներով։ Անահիտը չէր դադարում հարցեր տալ։ Կենդանիներ կա՞ն։ Տոնածառ կա։ Տունը մեծ է։ Արմենը յուրաքանչյուրին պատասխանում էր համբերությամբ, Անուշը նկատում էր, թե ինչպես է նա անկեղծորեն ժպտում, երբ շփվում է դստեր հետ։ Դա տարբեր ժպիտ էր այն քաղաքավարի ժպիտից, որը նա պահում էր, երբ նայում էր իրեն։ Անահիտի հետ նա ավելի թեթ էր թվում։ Ավելի իրական։ Երբ հասան, Անուշը շունչը պահեց։ Կալվածքն ավելի գեղեցիկ էր, քան նա պատկերացրել էր։ Հիմնական տունը երկհարկանի շինություն էր գաղութային ոճով, սպիտակ պատերով, մուգ փայտե պատուհաններով։ Շուրջը մի այգի կար, որը նույնիսկ ձյան տակ ցույց էր տալիս, որ լավ խնամված է եղել այլ եղանակներին։ Մի փոքր հեռու, քարե արահետով միացված, գտնվում էր հյուրատունը։ Այն ավելի փոքր էր, բայց հմայիչ, ծածկապատշկամբով ծխնելույզով, որը ջերմություն էր խոստանում։ Արմենը նրանց նախ տարավ հյուրատուն։ Նա բացեց դուռը, թույլ տվեց, որ նրանք առաջինը մտնեն։ Անուշը զսպեց բացականչությունը։ Ներսը անթերի էր։ Հյուրասենյակ, բուխարիով, ամերիկյան ոճի կահավորված խոհանոց, ննջասենյակ, երկտեղանոց մահճակալով, մեկ այլ ավելի փոքր սենյակ, մեկտեղանոց մահճակալով, որն արդեն ուներ գունավոր կետերով սավաններ։ Ամեն ինչ մաքուր էր, կոկիկ, սեղանի վրա դրված ծաղկամանում թարմ ծաղիկներ կային։ Գայանեն օգնեց ինձ ամեն ինչ պատրաստել, ասաց Արմենը, ձեռքերը գրպաններում։ Հուսով եմ, ձեզ դուր կգա։ Եթե որե բանի կարիք լինի, հիմնական տունն այնտեղ է։
կարող եք ցանկացած ժամանակ ինձ կանչել։ Անահիտն արդեն վազել էր դեպի փոքր սենյակ, ուրախությունից ճչալով. Մայրիկ, պատուհան կա, որից սարն է երում։ Եվ մահճակալին արջուկ կա։ Անուշը շրջվեց դեպի Արմենը, աչքերը փայլում էին։ Շնորհակալություն։ Ես չգիտեմ, էլ ինչ ասել։ Ոչինչ ասել պետք չէ, նա մի պահ պահեց նրա հայացքը, որը կարծես ձգվեց։ Բարի գալուստ։ Հաջորդ օրերին մի նուրբ առօրյա սկսեց ձավորվել։ Անուշը վաղ էր արթնանում գնում հիմնական տուն, որտեղ նախաճաշ էր պատրաստում Արմենի համար, նախքան նրա աշխատանքի գնալը։ Նա բացահայտեց, որ Արմենը սիրում է կարագով բոված հաց, թունդ սուրճ թարմ մրգեր։ Կեսօրին նա կարգի էր բերում սենյակները, լվացք անում ընթրիքներ պատրաստում, որոնք տաք էր թողնում նրա վերադարձի համար։ Անահիտը հաճախ նրան ուղեկցում էր, ուսումնասիրելով կալվածքի յուրաքանչյուր անկյունը երեխայի անհագ հետաքրքրասիրությամբ։ Արմենը իր հերթին սկսեց ավելի շուտ տուն գալ։ Նա, ով սովոր էր մինչ ուշ աշխատել գրասենյակում, այժմ տեսնում էր, որ անհամբեր սպասում է վերադարձին։ Ոչ միայն իրեն սպասող տաք ուտեստի համար, այլ այն փոքր փոփոխությունների, որոնք սկսում էր նկատել։ Թարմ ծաղիկներ նախասրահում։ Խոհանոցում հնչող մեղմ երաժշտություն։ Այգուց եկող ծիծաղի ձայներ։ Տունը արթնանում էր երկար ու լուռ քնից։ Մի կեսօր, երբ Անուշը հիմնական տան խոհանոցում կոճապղպեղով թխվածքաբլիթներ էր պատրաստում, Արմենը սովորականից շուտ եկավ։ Նա կանգնեց խոհանոցի մուտքի մոտ, դիտելով տեսարանը։ Անահիտը նստած էր սեղանին, ոտքերը օրորելով, լիզում էր հում խմորը գդալից, մինչ Անուշը ծիծաղում էր ձացնում, թե նախատում են նրան։ Կեսօրվա արի լույսը ներս էր թափանցում պատուհանից, լուսավորելով նրանց երկուսին այնպիսի կատարյալ պատկերով, որ Արմենը զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում։ Այսօր շուտ եք եկել, ասաց Անուշը, նկատելով նրա ներկայությունը, ձեռքերը սրբելով գոգնոցով։ Հանդիպումներն ավելի արագ ավարտեցի, Արմենը մտավ խոհանոց, իրեն միաժամանակ օտար լիովին տանը զգալով։ Թխվածքաբլիթներ եք պատրաստում։ Կոճապղպեղով թխվածքաբլիթներ, հպարտորեն հայտարարեց Անահիտը։ Մայրիկս աշխարհի ամենահամեղն է պատրաստում։ Արմենը մոտեցավ, վերցրեց դեռ տաք թխվածքաբլիթը թավայից գծեց։ Համը պայթեց նրա բերանում, հիշողություններ բերելով հին ամանորներից, մանկությունից, ավելի պարզ ժամանակներից։ Հիանալի է, Անուշ։ Իսկապես։ Նա թեթակի կարմրեց։ Տատիկիս Բաղադրատոմսն է։ Նա սովորաբար ինձ համար էր պատրաստում, երբ ես փոքր էի։ Այդ պահին Արմենը մի որոշում կայացրեց։ Վաղվա կեսօրի համար ծրագրեր ունեք։ Անուշը գլուխը թափահարեց։ Ինչո՞վ։ Ուզում էի Անահիտին մի բան ցույց տալ։ Եվ ձեզ նույնպես։ Անակնկալ է։ Անահիտը ծափ տվեց, հուզված։ Ես սիրում եմ անակնկալներ։ Հաջորդ օրը, արոտ, չնայած սաստիկ ցրտին, կիրակի օրը, Արմենը նրանց տարավ քաղաք։ Նրանք կայանեցին Գյումրիի պատմական կենտրոնում գտնվող հին շենքի դիմաց, երկհարկանի շինություն, որի ճակատը վերանորոգման կարիք ուներ, բայց նոստալգիկ հմայք ուներ։ Ցուցափեղկին, վարձով էր, ցուցանակ էր կախված։ Ինչ վայր է սա, հարցրեց Անուշը, հետաքրքրված։ Արմենը ժպտաց։ Հիշում եք, երբ խոսում էինք երազանքների մասին։ Այն առաջին գիշերը, երբ ծանոթացանք։ Դուք ինձ պատմեցիք, որ ձեր երազանքը սեփական հացի փուր ունենալն է։ Մի հարմարավետ վայր, դեղին հովանոցով կավիճով պատին գրված մենյուով։ Անուշը քարացավ։ Այո, բայց ես երբեք չէի մտածել, որ դա հնարավոր կլինի։ Դա պարզապես երազանք էր։ Արմենը գրպանից մի բանալի հանեց։ Իսկ եթե դա պարզապես երազանք չլինի։ Այս շենքը ազատ է։ Լավ տեղում է, լավ տարածք ունի, մի քանի վերանորոգումից հետո կարող է լինել հենց այն, ինչ դուք պատկերացրել եք։ Անուշը նայեց շենքին, հետո Արմենին, նորից շենքին։ Արմեն, ես չեմ կարող սա ընդունել։ Սա չափազանց շատ է։ Շատ։ Ես ձեզ չեմ նվիրում, մեղմ ասաց նա։ Ես գործընկերություն եմ առաջարկում։ Դուք ներդնում եք տաղանդը, աշխատանքը, նվիրվածությունը։ Ես, սկզբնական ներդրումը։ Շահույթը կիսում ենք։ Սա բիզնես է, Անուշ։ Արդար բիզն։ Իսկ եթե չստացվի։ Իսկ եթե ես ձախողվեմ։ Իսկ եթե ստացվի, հակադարձեց Արմենը։
Իսկ եթե դուք մի հրաշալի բան ստեղծեք, մի բան, որը ուրախություն կբերի ոչ միայն ձեզ Անահիտին, այլ ամբողջ քաղաքին։ Անուշը զգաց, թե ինչպես են արցունքները հոսում իր դեմքով։ Տարիներ շարունակ նա թաղել էր այդ երազանքը, համոզված լինելով, որ դա անհնար է, որ հիմարություն է ավելի մեծ բան պատկերացնելը։ Եվ հիմա այստեղ էր այս տղամարդը, գրեթե անծանոթ, առաջարկելով ոչ միայն օգնություն, այլ հավատ։ Հավատ իր նկատմամբ, իր կարողությունների նկատմամբ։ Անահիտը քաշեց մոր ձեռքը։ Արի ներս մտնենք, մայրիկ։ Ուզում եմ տեսնել, թե ինչպիսին է լինելու մեր հացի փուռը։ Եվ այնուհետ, սիրտը ուժգին բաբախելով ձեռքերը դողալով, Անուշն ընդունեց բանալին։ Նրանք մտան դատարկ շենքը, մինչ Անահիտը վազվզում էր, ուսումնասիրելով յուրաքանչյուր անկյուն, Անուշն ու Արմենը դանդաղ քայլում էին տարածքով։ Նա ցույց էր տալիս, թե որտեղ կլինեն սեղանները, հացի համար ապակե վաճառասեղանը, մեծ վառարանը, սրճեփը։ Արմենը ուշադիր լսում էր, մտովի նշումներ անում, դիտելով, թե ինչպես են նրա աչքերը փայլում այնպես, ինչպես նա երբեք չէր տեսել։ Եվ այդ պահին, լքված շենքի փոշու լռության մեջ, նրանց միջ ինչ-որ բան փոխվեց։ Դա ոչ միայն երախտագիտություն էր կամ կարեկցանք։ Դա կապ էր։ Դա երկու հոգիների ճանաչումն էր, որոնք կորցրել էին իրենց ճանապարհը, կամաց-կամաց, գտնում էին ոչ միայն իրենց, այլ միմյանց։ Հաջորդող շաբաթները լուռ փոխակերպող լարվածության շրջան էին։ Գյումրին պատրաստվում էր Սուրբ Ծննդին փողոցների լույսերով ցուցափեղկերի զարդարանքներով, բայց բլուրների վրայի այդ կալվածքում շատ ավելի խորը բան էր կատարվում։ Անուշն ու Անահիտն այլս պարզապես ժամանակավոր հյուրեր չէին։ Նրանք դարձել էին այդ վայրի մի մասը, դատարկ տարածքները լցնելով ծիծաղով, զրույցներով մի ներկայությամբ, որի պակասն Արմենը չգիտեր, թե որքան էր զգացել։ Անուշն ամեն առավոտ արթնանում էր նոր նպատակով։ Հիմնական տանը նախաճաշ պատրաստելիս նա իրեն բռնում էր հին երգեր մրմնջալիս, մի բան, որը տարիներ շարունակ չէր արել։ Անահիտը իր հերթին Արմենին դարձրել էր իր արկածների ուղեկիցը։ Ամեն կեսօր, երբ նա վերադառնում էր աշխատանքից, աղջիկը նրան սպասում էր պատշգամբում, ցույց տալու որևէ նորություն։ Նոր նկար, մի հետաքրքիր քար, որ գտել էր, կամ պարզապես մի պատմություն իր օրվա մասին։ Արմենը, որ 3 տարի խուսափել էր հուզական կապերից, հայտնաբերում էր, որ լիովին հանձնվում է այդ աղջկան։ Նա սովորեցնում էր նրան խաղողի վազերի մասին, բացատրում, թե ինչպես է գինին պատրաստվում, պատմում տարածաշրջանի առաջին բնակիչների մասին։ Անահիտն ամեն ինչ կլանում էր անհագ հետաքրքրասիրությամբ, Արմենը վերագտնում էր սովորեցնելու, գիտելիքով կիսվելու, աշխարհը երեխայի աչքերով տեսնելու հաճույքը։ Բայց ամենանուրբ նշանակալի փոփոխությունները տեղի էին ունենում Անուշի հետ։ Նրանք սկսեցին միասին ընթրել երեքով, հիմնական տան մեծ խոհանոցի սեղանի շուրջ։ Սկզբում զրույցները քաղաքավարի էին մակերեսային։ Բայց կամաց-կամաց շերտերը հեռացվեցին։ Անուշը պատմեց Լորվա մարզում անցկացրած իր մանկության մոր մասին, որը միայնակ մեծացրել էր 4 երեխայի, աշխատելով որպես դերձակուհի, այն երազանքների մասին, որոնք պահել էր երակայական տուփի մեջ, երբ կյանքի իրականությունը չափազանց ծանր էր դարձել։ Արմենը իր հերթին սկսեց խոսել Յուլիայի մասին։ Ոչ թե նախկին կաթվածահար անող ցավով, այլ մեղմ տխրությամբ ընդունումով։ Նա ցույց տվեց նրա լուսանկարները Անուշին, պատմեց, թե ինչպես են ծանոթացել, ինչ ծրագրեր են կազմել։ Եվ մի առանձնապես ցուրտ գիշեր, երբ Անահիտն արդեն քնած էր, նրանք զրուցում էին բուխարու լույսի ներքո, նա վերջապես ցույց տվեց դեղին սվիտերը։ Սա այն դստեր համար էր, որը մենք գրեթե ունեցանք, ասաց նա, զգուշորեն բռնելով հագուստի կտորը։ Յուլիան սա գործեց վերջին ամիսներին, նախքան շատ հիվանդանալը։ Նա ինձ ստիպեց խոստանալ, որ չեմ հրաժարվի ապրելուց։ Բայց ես դրժեցի այդ խոստումը։ Մինչ դուք երկուսդ հայտնվեցիք։ Անուշը մեղմորեն դիպավ սվիտերին, զգալով բրդի հյուսվածքը այն սերը, որը հյուսվել էր յուրաքանչյուր թելի մեջ։ Նա չէր հրաժարվի ձեզանից, Արմեն։ Եվ կարծում եմ, նա է Անահիտին ուղարկել ձեզ մոտ։ Ինչ որ կերպ։ Դուք հավատում եք դրան, հարցրեց նա, հայացքը սեռած կրակին։ Ես հավատում եմ, որ ճիշտ մարդիկ հայտնվում են մեր կյանքում, երբ մենք նրանց ամենից շատ կարիքն ունենք։ Եվ որ իսկական սերը երբեք ամբողջությամբ չի մահանում։ Այն փոխակերպվում է, շարունակվում, նոր ուղիներ գտնում, Անուշը մի պահ դադար տվեց։ Յուլիան ձեզ շատ է սիրել։ Եվ կարծում եմ, նա ուզում է, որ դուք նորից երջանիկ լինեք։
Արմենը այդ ժամանակ շրջվեց դեպի նա, իսկապես նայելով առաջին անգամ այդ զրույցի սկզբից ի վեր։ Բուխարու բոցերի փայլի մեջ նա տեսավ ոչ միայն այն հոգնած կնոջը, որն առաջին օրը բացել էր դուռը, այլ ուժեղ, տոկուն, իր իսկության մեջ գեղեցիկ մեկին։ Եվ զգաց, որ ինչ-որ բան շարժվեց իր կրծքում, մի բան, որի մասին վստահ էր, որ մահացել էր Յուլիայի հետ միասին։ Հաջորդ օրերին կալվածքում փոփոխություններն ավելացան։ Արմենը թիմ վարձեց, սկսելու ապագա հացի փռի շենքի վերանորոգումը։ Անուշն ամեն օր գնում էր այնտեղ, հետելու ընթացքին նշումներ անելու, գույներ ընտրելու, յուրաքանչյուր մանրուք պլանավորելու։ Արմենը նրան ուղեկցում էր, երբ կարողանում էր, տպավորված նրա տեսլականով վճռականությամբ։ Նա ոչ միայն հացի փուռ էր ուզում։ Նա ուզում էր ստեղծել մի տարածք, որը կլիներ հյուրընկալ, որը մարդկանց կստիպեր իրենց տանը զգալ։ Ես ուզում եմ, որ երբ ինչ-որ մեկը մտնի այստեղ, զգա թարմ հացի բույրը հիշի տատիկի տունը, բացատրեց Անուշը մի օր, կանգնած դատարկ տարածքի մեջտեղում։ Ուզում եմ, որ դա մի վայր լինի, որտեղ մայրերը կարողանան գալ սուրճ խմելու, մինչ երեխաները խաղում են այն անկյունում, որը ես կսարքեմ հետում։ Մի վայր, որն ավելին լինի, քան արտրի կետ։ Որը լինի համայնք։ Արմենը դիտում էր նրա աչքերի փայլը, երբ նա խոսում էր, գիտակցում էր մի բան։ Նա այլս չէր օգնում միայն կարեկցանքից կամ Անահիտի նամակի պատճառով։ Նա դա անում էր, որովհետև հավատում էր նրան։ Որովհետև ուզում էր տեսնել նրան փայլելիս։ Որովհետև ամեն օր արթնանալու նրան այնտեղ չտեսնելու, նրա ձայնը չլսելու, նրա ներկայությունը չզգալու գաղափարը դարձել էր անտանելի։ Սուրբ ծննդից մեկ շաբաթ առաջ ուժեղ ձնաբուք հարվածեց Գյումրիին։ Դա այն փոթորիկներից էր, որոնք ամբողջությամբ փոխում են բնապատկերը, ամեն ինչ ծածկելով սպիտակի հաստ շերտով մարդկանց ստիպելով տանը մնալ։ Ճանապարհները դարձան անանցանելի, որոշ թաղամասերում էլեկտրականությունը անջատվեց, ամբողջ քաղաքը կարծես կանգ առավ։ Կալվածքում Արմենը վառեց հիմնական տան բուխարին, հրավիրեց Անուշին ու Անահիտին այնտեղ մնալ, մինչ փոթորիկը անցնի։ Հյուրատունը տաք էր, բայց նա չէր ուզում, որ նրանք միայնակ մնան։ Կամ գուցե, եթե ազնիվ լիներ ինքն իր հետ, չէր ուզում միայնակ մնալ։ Նրանք օրն անցկացրին միասին ընթրիք պատրաստելով։ Անահիտն օգնում էր զարդարել թխվածքաբլիթները, մինչ Անուշը բանջարեղենով ապուր էր պատրաստում, որի բույրը տարածվել էր ամբողջ տանը։ Արմենը մեղմ երաժշտություն միացրեց, տարիների մեջ առաջին անգամ նրա տունը իսկապես կենդանի էր թվում։ Երբ մտնեց, ձյունը շարունակում էր թափվել դրսում, նրանք երեքով հարմարավետ տեղավորվեցին հյուրասենյակում, բուխարու շուրջ։ Անահիտը ի վերջո քնեց բազմոցին, փափուկ ծածկոցով ծածկված։ Անուշն ավելի լավ ծածկեց նրան, համբուրեց ճակատը, վերադարձավ նստելու Արմենի կողքին։ Երկար պահ նրանք պարզապես դիտում էին բոցերի պարը, նրանց միջ հարմարավետ լռություն։ Անուշ, ես պետք է քեզ մի բան ասեմ, Արմենը վերջապես խախտեց լռությունը, նրա ձայնը ցածր էր, որպեսզի չարթնացնի Անահիտին։ Նա շրջվեց դեպի նրան, զգալով սրտի արագ բաբախյունը։ Խոսիր։ Այս վերջին շաբաթների ընթացքում իմ համար ինչ-որ բան փոխվեց, նա ուղիղ չէր նայում նրան, աչքերը պահելով կրակի վրա։ 3 տարի ես պարզապես գոյություն ունեի։ Չէի ապրում։ Չէի զգում։ Ես խրված էի անցյալի ոչնչի միջ։ Եվ հետո հայտնվեց մի նամակ, գրված մի աղջկա կողմից, որը դեռ հավատում է հրաշքներին, ամեն ինչ սկսեց փոխվել։ Անուշը սպասում էր, հազիվ շնչելով։ Բայց դա միայն նամակը չէր, շարունակեց Արմենը։ Դա դու էիր։ Այնձը, որով դու պայքարում ես դստերդ համար։ Ինչպես դու դիմակայում ես դժվարություններին, չկորցնելով քո էությունը։ Ինչպես դու երազում ես, նույնիսկ երբ ամեն ինչ անհնար է թվում։ Եվ ինչպես դու լույս բերեցիր այս տուն, իմ կյանք, նույնիսկ չփորձելով, նա վերջապես նայեց նրան։ Ես գիտեմ, որ շատ վաղ է։ Գիտեմ, որ դու կարող ես նույնը չզգալ։ Բայց ես այլս չեմ կարող ծածնել, թե դա պարզապես երախտագիտություն է կամ ընկերություն, ինչ ես զգում եմ։ Անուշը զգաց, թե ինչպես են արցունքները հոսում, բայց դրանք տխրության արցունքներ չէին։ Արմեն, ես էլ եմ ինչ-որ բան զգում։ Ես վախենում եմ զգալ, որովհետև սովորել եմ հեշտությամբ չվստահել։ Բայց երբ նայում եմ քեզ, տեսնում եմ անկեղծ մեկին։ Մեկին, ով հասկանում է ցավը, բայց նա վերսկսելու կարողությունը։ Եվ դա ինձ միաժամանակ վախեցնում հանգստացնում է։ Կարող ենք դանդաղ գնալ, հարցրեց նա, ձեռքը մեկնելով մեղմորեն դիպչելու նրա դեմքին։ Առանց ճնշման, առանց սպասումների։ Պարզապես տեսնել, թե սա մեզ ուր կտանի։
Անուշը իր ձեռքով ծածկեց նրա ձեռքը։ Կարող ենք։ Բայց պետք է մի բան իմանաս։ Անահիտն իմ առաջնահերթությունն է։ Միշտ կլինի։ Եվ ես այլ բան չէի էլ սպասի։ Արմենը մեղմ ժպտաց։ Իրականում դա այն բաներից մեկն է, որ ամենաշատն եմ հիանում քո մեջ։ Նրանք մնացին այնտեղ, ձեռք ձեռքի տված, նայելով կրակին, մինչ ջունը թափվում էր դրսում։ Նրանք չհամբուրվեցին, մեծ հայտարարություններ չարեցին։ Բայց այդ ընդհանուր լռության մեջ մի խոստում տրվեց։ Փորձելու խոստում։ Նորից սիրտը բացելու։ Կորցրածի հիմքերի վրա նոր բան կառուցելու։ Հաջորդ օրերին, սակայն, մի խոչընդոտ առաջացավ։ Անուշը սկսեց զանգեր այցելություններ ստանալ քաղաքի ծանոթներից։ Լուրը, որ նա ապրում է Արմեն Սարգսյանի կալվածքում, որ նա ներդրում է անում նրա համար բիզնեսում, տարածվել էր։ Եվ լուրի հետ եկան ենթադրությունները, դատապարտումները։ Հացիփռի աշխատակիցներից մեկը, որտեղ Անուշն աշխատում էր, նրան մոտեցավ ձական անհանգստությամբ։ Անուշ, բոլորը խոսում են։ Ասում են, որ դու օգտվել ես նրանից, որ դստեր ես օգտագործել փող ստանալու համար։ Պետք է զգույշ լինես։ Այս բաները կարող են դգեղանալ։ Մեկ այլ ծանոթ ավելի ուղիղ էր։ Հարուստ տղամարդիկ ոչինչ ձրի չեն անում, Անուշ։ Նա դրա համար ինչ-որ կերպ կպահանջի։ Եվ երբ պահանջի, կարող է արդեն ուշ լինել, որ դու դուրս գաս։ Այս խոսքերը կասկածի սերմեր ցանեցին Անուշի մեջ։ Ոչ թե որովհետև նա հավատում էր, որ Արմենը վատ մտադրություններ ունի, այլ որովհետև դրանք արթնացրին իր սեփական անվստահությունները։ Նա սկսեց ինքն իրեն հարցեր տալ։ Իսկ եթե մարդիկ ճիշտ են։ Իսկ եթե նա միամիտ է։ Իսկ եթե նա Անահիտին վտանգի տակ է դնում, այդքան վստահելով մեկին, ում հազիվ է ճանաչում։ Արմենը նկատեց փոփոխությունը։ Անուշն ավելի հեռու, ավելի պաշտոնական դարձավ։ Նա դեռ կատարում էր իր պարտականությունները տանը, բայց խուսափում էր երկար զրույցներից, այլս չէր ընդունում նրա ընթրիքի հրավերները, վերադառնում էր հյուրատուն, հենց որ ավարտում էր աշխատանքը։ Անահիտը նույնպես նկատեց անընդհատ հարցնում էր, թե ինչու Արմենն այլս իրենց հետ չի ընթրում։ Նա մի քանի անգամ փորձեց խոսել, բայց Անուշը միշտ մի պատրվակ ուներ։ Մինչ որ, Սուրբ Ծննդից 5 օր առաջ, նա որոշեց, որ պետք է մի կտրուկ բան անի։ Մի բան, որը ցույց կտա նրան, թե ով է ինքն իրականում, առանց դիմակների կամ պատնեշների։ Այդ առավոտ նա սովորականից շուտ թակեց հյուրատան դուռը։ Անուշը բացեց, զարմացած, դեռ խալաթով։ Արմեն, ինչ-որ բան է պատահել։ Պետք է, որ ինձ հետ գաս, ասաց նա, ձայնը հաստատուն, բայց մեղմ։ Խնդրում եմ։ Կարոր է։ Անուշը տատանվեց, բայց նրա հայացքում ինչ-որ բան համոզեց նրան։ Արագ կհագնվեմ։ Նրանք Անահիտին թողեցին Գայանեի հետ, որը հենց դրա համար էր շուտ եկել, Արմենը լուռ վարեց մոտ կես ժամ։ Անուշը չհարցրեց, թե ուր են գնում, պարզապես դիտում էր ձյունածածկ բնապատկերը, որն անցնում էր պատուհանից։ Վերջապես, նրանք հասան բլուրների վրա գտնվող մի փոքրիկ գերեզմանատուն, շրջապատված ձյունածածկ սոճիներով։ Արմենը կայանեց շրջվեց դեպի նա։ Ես երբեք ոչ ոքի այստեղ չեմ բերել։ Ոչ Գայանեին, ոչ ընկերներին, ոչ ոքի։ Բայց պետք է, որ դու տեսնես։ Պետք է, որ հասկանաս։ Նրանք քայլեցին տապանակարերի միջով, մինչ հասան մի լավ խնամվածի, որի վրա թարմ ծաղիկներ կային ծաղկամանում։ Փորագրված անունը Յուլիա Մենդես Սարգսյան էր։ Արմենը ծնկի իջավ դրա առջ, Անուշը կանգնեց նրա կողքին, հարգելով պահը։ Բար սիրելիս, մեղմ խոսեց Արմենը, կարծես Յուլիան կարող էր լսել նրան։ Մեկին եմ բերել քեզ հետ ծանոթացնելու։ Գիտեմ, որ կարող է տարօրինակ թվալ, բայց կարծում եմ նա քեզ դուր կգար։ Նա ուժեղ է, ինչպես դու էիր։ Պայքարող։ Եվ հիանալի դուստր ունի, նա մի պահ դադար տվեց, ձայնը խեղդվեց։ Ես փորձեցի պահել իմ խոստումը, Յուլիա։ Փորձեցի ապրել։ Բայց չէի կարողանում։ Մինչ որ մի նամակ ստացա։ Մի նամակ մի աղջկանից, որը դեռ հավատում է հրաշքներին։ Եվ այդ նամակն ինձ բերեց Անուշի մոտ։ Նա ոտքի կանգնեց, դեռ նայելով տապանակարին։ Ես քեզ սիրել եմ այն ամենով, ինչ ունեի։ Եվ իմ մի մասը միշտ կսիրի քեզ։ Բայց ես այլս չեմ կարող ապրել անցյալում։
Այլս չեմ կարող քեզ օգտագործել որպես պատրվակ, նորից չփորձելու համար, նա վերջապես նայեց Անուշին, արցունքները հոսում էին նրա դեմքով։ Եվ կարծում եմ, դու ուզում ես, որ ես երջանիկ լինեմ, որ նորից սեր գտնեմ, որ ապրեմ այն կյանքը, որը դու այլս չես կարող ապրել։ Անուշը զգում էր, որ իր սեփական արցունքներն են թափվում։ Արմենը մոտեցավ նրան, բռնելով նրա ձեռքերը։ Ես քեզ այստեղ բերեցի, որովհետև պետք է, որ դու հասկանաս։ Ես Յուլիային չեմ փոխարինում։ Քեզ չեմ օգտագործում դատարկությունը լցնելու համար։ Ես ընտրում եմ վերսկսել։ Ես ընտրում եմ քեզ։ Ոչ երախտագիտության, ոչ խղճահարության, ոչ մենության համար։ Այլ որովհետև երբ նայում եմ քեզ, տեսնում եմ ապագա։ Տեսնում եմ հնարավորություն։ Տեսնում եմ սեր, նա խորը շունչ քաշեց։ Եվ եթե դու նույնը չես զգում, ամեն ինչ կարգին է։ Մենք կմնանք ընկերներ, դու կունենաս քո հացի փուռը, մենք կշարունակենք մեր կյանքը։ Բայց եթե զգում ես, թեկուզ մի փոքր այն բանից, ինչ ես եմ զգում, ապա խնդրում եմ քեզ։ Թույլ մի տուր, որ վախը կամ ուրիշների ձայները քանդեն սա, նախքան մենք նույնիսկ հնարավորություն կունենանք պարզելու, թե ինչ կարող է լինել։ Անուշը նայեց նրան, հետո Յուլիայի տապանաքարին, նորից նրան։ Սրբեց արցունքները մի քայլ առաջ արեց։ Ես զգում եմ, Արմեն։ Ես վախենում եմ, այո։ Վախենում եմ վիրավորվելուց, որ Անահիտը կվիրավորվի։ Բայց ես նա զգում եմ մի բան, որը վաղուց չէի զգացել։ Հույս։ Ուրախություն։ Այն զգացողությունը, որ գուցե, միայն գուցե, ես էլ արժանի եմ երջանիկ լինելու, նա մեղմորեն դիպավ նրա դեմքին։ Շնորհակալություն ինձ այստեղ բերելու համար։ Ինձ ցույց տալու համար, թե ով ես դու իրականում։ Ինձ բավականաչափ վստահելու համար, թույլ տալու մտնել քո սրտի ամենացավոտ մասը։ Եվ այնուհետ, այնտեղ ձյունածածկ գերեզմանատանը Յուլիայի լուր հայացքի ներքո, նրանք առաջին անգամ համբուրվեցին։ Դա մեղմ համբույր էր, լի խոստումներով, հնարավորություններով։ Մի համբույր, որը չէր ջնջում անցյալը, բայց բացում էր դռները դեպի ապագա։ Գերեզմանատնից վերադարձը տարբերվում էր գնալուց։ Մեքենայի լռությունն այլս լարվածությունով կամ կասկածներով լի չէր, այլ մի խաղաղ ընդհանուր հանգստությամբ։ Անուշը նայում էր պատուհանից, դիտելով ձյունածածկ բնապատկերը, երբեմն զգում էր Արմենի հայացքն իր վրա։ Երբ նրանց հայացքները հանդիպում էին, երկուսն էլ ժպտում էին։ Մի փոքրիկ, մտերմիկ ժպիտ, որն ավելին էր ասում, քան հազարավոր բառերը կարող էին արտահայտել։ Հասնելով կալվածք, նրանք գտան Անահիտին Գայանեին հիմնական տան խոհանոցում թխվածքաբլիթներ պատրաստելիս։ Աղջիկը վազեց մոր գիրկը, հենց որ տեսավ նրան, հետո շրջվեց դեպի Արմենը այն անմիջականությամբ, որը միայն երեխաներն ունեն։ Դուք տարբեր եք, հայտարարեց նա, գլուխը մի կողմ թեքելով։ Դուք փայլում եք։ Գայանեն ծիծաղեց, ձեռքերը սրբելով գոգնոցով։ Այս աղջիկը ոչինչ բաց չի թողնում։ Արմենը կռացավ Անահիտի հասակին։ Գիտես ինչու, փոքրիկ։ Որովհետև այսօր շատ յուրահատուկ օր էր։ Եվ ես քեզ մի կարևոր բան ունեմ հարցնելու։ Անահիտը լայն բացեց աչքերը, հետաքրքրված։ Ինչ։ Նա նայեց Անուշին, լուր թույլտվություն խնդրելով։ Նա գլխով արեց, աչքերն արդեն խոնավ էին։ Արմենը։ Կրկին ուշադրությունը սեռեց Անահիտին, բռնեց նրա փոքրիկ ձեռքերը։ Անահիտ, դու ինձ սովորեցրիր նորից հավատալ լավ բաների։ Դու քո մայրը լույս բերեցիք իմ տուն, իմ սիրտ։ Եվ ես շատ կուզենայի ձեր ընտանիքի մի մասը դառնալ։ Իսկապես։ Որպես հայր քեզ համար ուղեկից քո մոր համար։ Բայց միայն եթե դու ուզենաս։ Որովհետև քո կարծիքն ամենակարևորն է։ Անահիտը մի պահ լուռ մնաց, որը կարծես հավերժություն տեց։ Հետո նրա փոքրիկ դեմքը լուսավորվեց ամենամեծ ժպիտով, որ Արմենը երբե տեսել էր։ Դու ուզում ես իմ հայրիկը լինել։ Իմ իսկական հայրիկը։ Եթե դու ինձ թույլ տաս, այո, հաստատեց նա, ձայնը խեղդվեց։ Աղջիկը նետվեց նրա գիրկը, ամուր գրկելով։ Ես միշտ ուզել եմ հայրիկ ունենալ։ Եվ դու աշխարհի ամենալավ ձմեռ պապիկն ես։ Նույնիսկ Գայանեն ստիպված եղավ աչքերը սրբել։ Անուշը մոտեցավ, ձեռքը դնելով Արմենի ուսին, մինչ նա դեռ գրկել էր Անահիտին։ Այդ պահին նրանք երեքով կազմում էին մի ամբողջական շրջան, մի ընտանիք, որը ճակատագիրը միավորել էր անհավանական, բայց կատարյալ կերպով։ Հաջորդող օրերը ինտենսիվ նախապատրաստության շրջան էին։
Սուրբ ծնունդը մոտենում էր, դրա հետ միասին մի որոշում, որ Արմենը կայացրել էր։ Նա չէր ուզում սպասել։ Չէր ուզում ավելի շատ ժամանակ անցկացնել առանց պաշտոնականացնելու այն, ինչ իր սիրտն արդեն գիտեր, որ ճշմարիտ է։ Նա ուզում էր, որ Անուշը լինի իր կինը։ Ուզում էր, որ Անահիտը օրինականորեն լինի իր դուստրը։ Ուզում էր ամեն օր արթնանալ, իմանալով, որ այդ երկու հոգիներն իր կյանքին են պատկանում այնքան, որքան ինքը նրանց։ Սուրբ ծննդյան նախօրեին, մինչ Անուշն ու Անահիտը քաղաքում էին, տոնական սեղանի համար մթերքներ գնելու, Արմենը Գայանեին կանչեց մի կարևոր զրույցի։ Ես ուզում եմ ամուսնանալ նրա հետ, ասաց նա առանց շրջանցելու։ Ուզում եմ դա անել Սուրբ ծննդին։ Այստեղ, կալվածքում։ Պարզ, բայց նշանակալի։ Կարծում ես, կկարողանա ամեն ինչ կազմակերպել մեկ օրում։ Գայանեն նայեց նրան փայլող աչքերով։ Դու լուրջ ես ասում։ Լիովին, պատասխանեց Արմենը։ Ես արդեն վատնել եմ իմ կյանքի 3 տարին, Գայանե։ Էլ ոչ մի օր չեմ վատնելու։ Անուշն այն մարդն է, ում հետ ուզում եմ ծերանալ։ Անահիտն այն դուստրն է, որն իմ սիրտը միշտ ուզել է։ Եվ չկա ավելի լավ պահ, քան Սուրբ ծնունդը, պաշտոնապես սկսելու այս ճանապարհորդությունը։ Գայանեն ոտքի կանգնեց, գրկեց իր ղեկավարին, մի բան, որը հազվադեպ էր անում։ Ուրեմն եկեք իրականացնենք։ Ինձ մի քանի ժամ տվեք մի ցուցակ, թե ինչ եք ուզում։ Արմենն ամբողջ կեսօրն անցկացրեց զանգեր անելով, մանրամասներ կազմակերպելով, անակնկալներ պատրաստելով։ Նա կապվեց մի դատավոր ընկերոջ հետ, որը համաձայնեց անցկացնել արարողությունը։ Վարձեց տեղի երաժիշտների մի փոքր խումբ։ Խնդրեց քաղաքի ծաղկավաճառին պատրաստել պարզ, բայց էլեգանտ ծաղկեփնջեր։ Եվ ամենակարևորը, գնաց Գյումրիի կենտրոնում գտնվող ոսկերչական խանութ ընտրեց 2 մատանի։ Մեկը նշանադրության համար Անուշին, նուրբ հավերժական մի ամուսնական մատանի, որը համապատասխանում էր իրենին։ Երբ Անուշն ու Անահիտը վերադարձան, նա նրանց դիմավորեց դռան մոտ խորհրդավոր ժպիտով։ Ինչ ես ծրագրում, հարցրեց Անուշը, կասկածամիտ, բայց զվարթ։ Վաղը կիմանաս, նա համբուրեց նրա ճակատը։ Բայց պետք է, որ ինձ վստահես։ Այդ գիշեր, երբ Անահիտը քնեց, Արմենն ու Անուշը նստեցին հիմնական տան պատշգամբում, ծածկոցներով ծածկված, դիտելով, թե ինչպես է ձյունը մեղմորեն թափվում։ Երկինքը պարզ էր, աստղերը փայլում էին մի ուժգնությամբ, որը լինում է միայն ձմռան ցուրտ գիշերներին։ Անուշ, ես գիտեմ, որ մեր հարաբերությունները նոր են, սկսեց Արմենը, բռնելով նրա ձեռքը։ Գիտեմ, որ հազիվ 1 ամիս է անցել, ինչ ծանոթացել ենք։ Եվ սովորական հանգամանքներում սա խելագարություն կլիներ։ Բայց այն, ինչ մենք զգում ենք, սովորական չէ։ Այն, ինչ մենք կառուցել ենք, սովորական չէ։ Անուշը նայեց նրան, սիրտը արագ բաբախում էր։ Որ ես ուզում հասնել։ Ես ուզում եմ հասնել ապագային, Արմենը ոտքի կանգնեց, ծնկի իջավ նրա առջ, գրպանից հանելով մի փոքրիկ թավշյա տուփ։ Մեր կյանքի մնացած մասին նա բացեց տուփը, բացահայտելով մատանին, որը փայլում էր պատշգամբի մեղմ լույսի ներքո։ Անուշ, կամուսնանաս ինձ հետ։ Անուշը ձեռքը տարավ բերանին, արցունքներն ազատ հոսում էին։ Արմեն, ես չգիտեմ, ինչ ասել։ Ասա այո, նա ժպտաց իր սեփական արցունքների միջով։ Ասա, որ ուզում ես ինձ հետ կյանք կառուցել։ Որ ուզում ես, որ Անահիտը հայր ունենա։ Որ ուզում ես ամեն օր արթնանալ, իմանալով, որ տանն ես, որ ապահով ես, որ սիրված ես։ Այո, բառը սկզբում շշուկի պես դուրս եկավ, հետո ավելի ուժեղ։ Այո, համաձայն եմ։ 1000 անգամ այո։ Արմենը մատանին դրեց նրա մատին, հետո նրան քաշեց դեպի խորը կրքոտ համբույր։ Երբ բաժանվեցին, նաս մեկ բացահայտում ուներ։ Եվս մի բան կա, ասաց նա, չկարողանալով զսպել հուզմունքը։ Ես հարսանիքը նշանակել եմ վաղվա համար։ Այստեղ։ Սուրբ ծննդին։ Գիտեմ, որ շտապողական է, բայց չեմ կարողանում սպասել։ Չեմ ուզում նոր տարին սկսել խոստումներով։ Ուզում եմ սկսել արդեն ապրելով դրանք։ Անուշը ծիծաղեց արցունքների միջով։ Դու խենթ ես։ Լրիվ խենթ։ Քո համար խենթ, համաձայնեց նա։ Ուրեմն, ինչ կասես։ Վաղը կամուսնանաս ինձ հետ։ Նա նորից համբուրեց նրան, այդ համբույրն այն ամբողջ պատասխանն էր, որ նրան պետք էր։ Սուրբ ծննդյան օրը սկսվեց բյուրեղյա կապույտ երկնքով ձյան վրա արտացոլվող արով, որն ամեն ինչ վերածում էր ադամանդների։
Գայանեն շուտ եկավ, բերելով մի պարզ, բայց էլեգանտ զգեստ, որը գնել էր Անուշի համար, մի սքանչելի սպիտակ զգեստ Անահիտի համար։ Կար նա նոր կոստյում Արմենի համար։ Երբ Անահիտն արթնացավ, իմացավ, թե ինչ է տեղի ունենալու այդ օրը, նա այնքան բարձր ճչաց ուրախությունից, որ արձագանքեց ամբողջ կալվածքում։ Մայրիկն այսօր արքայադուստր է լինելու։ Իսկ ես՝ ծաղիկներ բերողը։ Արարողությունը կազմակերպվեց հիմնական տան դիմացի այգում։ Նույնիսկ այդքան քիչ նախապատրաստական ժամանակով Գայանեին հաջողվել էր կախարդական բան ստեղծել։ Կար մի կամար, զարդարված սղոցի ճյուղերով, կարմիր ժապավեններով։ Սպիտակ աթոռները դասավորված էին կիսաշրջանով, չնայած դրանք քիչ էին, յուրաքանչյուրը զբաղեցված էր մի յուրահատուկ մարդով։ Գայանեն, իհարկե։ Ընկերության մի քանի մտերիմ աշխատակիցներ։ Հարանուհին, որը խնամում էր Անահիտին։ Եվ ի զարմանս Անուշի, նրա երկու քույրերը, որոնց Արմենը գաղտնի հրավիրել էր, որոնք գիշերվա ընթացքում երկար ճանապարհ էին կտրել Լոռուց։ Երբ Անուշը հայտնվեց տան դռան մոտ, Արմենի աշխարհը կանգ առավ։ Նա գեղեցիկ էր իր պարզ սպիտակ ժանյակե զգեստով, մազերն ազատ արձակված բնական ալիքներով, ձեռքերում վայրի ծաղիկների փոքրիկ փունջ։ Բայց այն, ինչ նրան տպավորում էր, ոչ միայն արտաքին գեղեցկությունն էր։ Դա նրա աչքերի լույսն էր։ Նրա քայլերի վստահությունը։ Անկեղծ երջանկությունը, որը ճառագում էր ամեն բջիջից։ Անահիտը գնում էր արջից, շաղ տալով սպիտակ վարդերի թերթիկներ, որոնք խնամքով պահպանվել էին ջերմոցում։ Նա իր առաքելությունը լուրջ էր ընդունում, համոզվելով, որ յուրաքանչյուր թերթիկ ընկնում է ճիշտ տեղում։ Երբ հասավ Արմենի մոտ, նա կանգնեց բոլորի համար լսելի։ Շշնջաց. Իմ մայրիկին լավ կնայես, հա՞։ Նա շատ յուրահատուկ է։ Ես նրան կնայեմ իմ կյանքի բոլոր օրերին, հանդիսավոր խոստացավ Արմենը։ Եվ քեզ նույնպես, փոքրիկ։ Արարողությունը կարճ էր, բայց խորապես նշանակալի։ Դատավորը խոսեց դժվարությունները հաղթահարող սիրո ընտանիքների մասին, որոնք ձևավորվում են ոչ միայն արյունով, այլ ընտրությամբ, վերսկսումների մասին, որոնք հարգում են անցյալը, միաժամանակ գրկելով ապագան։ Երբ հասավ երթումների պահը, Արմենը բռնեց Անուշի ձեռքերը, խոսեց հաստատուն ձայնով. Անուշ, 1 ամիս առաջ ես մոլորված էի։ Ապրում էի, բայց չէի զգում։ Գոյություն ունեի, բայց նպատակ չունեի։ Հետո մի նամակ հասավ ինձ։ Մի նամակ, գրված մի աղջկա կողմից, որը դեռ հավատում է հրաշքներին։ Եվ այդ նամակն ինձ բերեց քեզ մոտ։ Դու ինձ սովորեցրիր, որ հնարավոր է վերսկսել։ Որ հնարավոր է նորից սիրել, չդավաճանելով այն, ինչ եղել է։ Որ հնարավոր է նոր տուն կառուցել այն հիմքերի վրա, ինչ սովորել ենք ցավից, նա կուլ տվեց կոկորդի խցանումը։ Ես խոստանում եմ լինել քո գործընկերը, քո ընկերը, քո ապահով նավահանգիստը։ Խոստանում եմ լինել այն հայրը, որին Անահիտն արժանի է։ Եվ խոստանում եմ ամեն օր արթնանալ երախտագիտությամբ, քեզ իմ կյանքում ունենալու համար։ Անուշը ստիպված եղավ սրբել արցունքները, նախքան կկարողանար խոսել։ Արմեն, ես տարիներ շարունակ միայնակ եմ պայքարել, հավատալով, որ դա իմ ճակատագիրն է։ Որ ես արժանի չեմ հանգստանալու, արժանի չեմ խնամվելու, արժանի չեմ սիրո։ Դու ինձ ցույց տվեցիր, որ ես սխալվում էի։ Ցույց տվեցիր, որ ուժը չի նշանակում ամեն ինչ միայնակ անել։ Որ օգնություն ընդունելը թուլություն չէ։ Եվ որ սերը կարող է ծնվել ամենաանսպասելի վայրերում, եթե մենք սիրտը բացելու քաջություն ունենանք, նա ժպտաց արցունքների միջով։ Խոստանում եմ լինել քո ուղեկիցը բոլոր պահերին։ Խոստանում եմ հարգել Յուլիայի հիշատակը, որը կարող է եղել քեզ համար։ Եվ խոստանում եմ քեզ հետ կառուցել մի ընտանիք, հիմնված սիրո, հարգանքի ուրախության վրա։ Երբ դատավորը նրանց հայտարարեց ամուսին կին, նրանց համբույրն ընդհատվեց Անահիտի կողմից, որը նետվեց նրանց միջ, ստիպելով ընդհանուր գրկախառնություն, որը ծիծաղ առաջացրեց բոլոր ներկաների մոտ։ Հաջորդող տոնակատարությունը մտերմիկ էր ջերմ։ Նրանք կերան այն համեղ ուտեստները, որոնք Անուշն էր պատրաստել, երաժշտություն լսեցին, պարեցին ձյան մեջ։ Արմենը բացեց իր լավագույն գինու շիշը, բոլորը կենաց խմեցին սիրո, ընտանիքի նոր սկիզբների համար։ Երբ գիշերն իջավ, հյուրերը գնացին, նրանք երեքով մնացին մենակ հյուրասենյակում, բուխարու առջ։ Անահիտը, հոգնած այդքան հուզմունքից, քնած էր բազմոցին։ Արմենն ու Անուշը նստած էին հատակին, հենված միմյանց, դիտելով բոցերը։ Նայի սրան, Անուշը ցույց տվեց պատի վրայի ինչ-որ բան։ Արմենը շրջանակի մեջ էր դրել Անահիտի բնօրինակ նամակը կախել բուխարու կողքին։
Դրա կողքին Յուլիայի լուսանկարն էր, պայծառ ժպտալիս։ Նա այս պատմության մի մասն է, բացատրեց Արմենը։ Առանց նրա, առանց այն սիրո, որ մենք ապրել ենք, ես չէի դառնա այն մարդը, որը ես եմ։ Եվ կարծում եմ նա երջանիկ է, որտեղ էլ որ լինի, իմանալով, որ ես գտել եմ քեզ։ Անահիտը շարժվեց բազմոցին դանդաղ բացեց աչքերը։ Տեսնելով նրանց երկուսին, նա քնաթաթախ ժպտաց սողալով հասավ նրանց մոտ, տեղավորվելով Արմենի անուշի մեջ։ Իմ կյանքի լավագույն սուրբ ծնունդն էր, մրմնջաց նա, նախքան նորից քնելը։ Արմենը համբուրեց նրա գլուխը, հետո նայեց Անուշին։ Ինն էլ։ Հաջորդ օրերին կյանքը նոր ռիթմ գտավ։ Արմենը սկսեց Անահիտին պաշտոնապես որդեգրելու իրավական գործընթացները։ Հացի փուռը գրեթե պատրաստ էր բացման, նախատեսվում էր բացվել հունվարի վերջին։ Եվ այն տունը, որը նախկինում սառն էր ու դատարկ, այժմ լի էր կյանքով։ Մի կեսօր, արդեն հունվարին, Արմենը եկավ աշխատանքից, գտավ Անահիտին այգում ձնեմարդ սարքելիս։ Նա տեսավ նրան, վազեց դեպի նա։ Հայրիկ, նայիր, ինչ եմ սարքել, բղավեց նա, հայրիկ բառը երաժշտության պես հնչեց նրա ականջներին։ Հիանալի է, աղջիկս, նա բարձրացրեց նրան գրկում։ Որտեղ է մայրիկը։ Ներսում։ Այն շոկոլադե տորտն է պատրաստում, որը դու սիրում ես։ Նրանք միասին ներս մտան, Արմենը գտավ Անուշին խոհանոցում, ձեռքերը ալյուրոտ, ցածրաձայն երգելիս։ Նա նայեց նրանց, ժպտաց։ Այսօր շուտ ես եկել։ Չկարողացա հեռու մնալ, նա համբուրեց նրան, Անահիտին իջեցնելով հատակին։ Այս տունն ինձ կանչում է։ Անուշը քնքշորեն դիպավ նրա դեմքին։ Սա քո տունն է, Արմեն։ Մեր տունը։ Այդ գիշեր, երբ Անահիտը քնեց, Անուշը մի բան տվեց Արմենին։ Դա նոր նամակ էր, գրված Անահիտի ավելի հաստատուն ձեռագրով, բայց դեռ այն մանկական հպումով, որը հալեցնում էր սիրտը։ Նա բացեց այն, բարձրաձայն կարդաց. Սիրելի ձմեռ պապիկ անկյունի գրասենյակից։ Դու խաղալիքներ չբերեցիր։ Դու շատ ավելի լավ բան բերեցիր։ Դու իսկական տուն բերեցիր։ Դու ինձ համար հայրիկ բերեցիր, մայրիկի համար սեր։ Դու ծիծաղ ու ջերմություն բերեցիր, ապահով լինելու զգացողություն։ Դու միայն ձմեռ պապիկ չես։ Դու իմ հայրն ես։ Եվ ես քեզ շատ եմ սիրում։ Շնորհակալություն իմ խնդրանքը լսելու համար։ Քո դուստր, Անահիտ։ Արմենը չկարողացավ զսպել արցունքները։ Անուշը գրկեց նրան, նրանք մնացին այնտեղ միասնական, մինչ դրսում ձյունը շարունակում էր թափվել, Գյումրին ծածկելով իր սպիտակ ծածկոցով։ Անուշի հացի փուռը բացվեց փետրվարին, արագորեն դարձավ թաղամասի սիրտը։ Հենց այնպես, ինչպես նա երազել էր, դա ավելին էր, քան արտրի կետ։ Դա մի վայր էր, որտեղ մարդիկ հավաքվում էին, պատմություններով կիսվում, հիշողություններ ստեղծում։ Դեղին հովանոցը դարձավ քաղաքում հույսի վերսկսման խորհրդանիշ։ Անահիտը մեծացավ երկու ծնողների կողմից սիրված, իր մեջ կրելով այն վստահությունը, որ հրաշքներ գոյություն ունեն, երբ հավատալու քաջություն ունես։ Արմենը նորից լիարժեք ապրեց, հարգելով Յուլիայի հիշատակը, մինչդեռ ապագա էր կառուցում Անուշի հետ։ Եվ Անուշը, որը այդքան տարիներ միայնակ կրել էր աշխարհի ծանրությունը, վերջապես սովորեց, որ բեռը կիսելը իրեն թույլ չի դարձնում։ Դա կյանքն ավելի թեթ էր դարձնում։ Ավելի քաղցր։ Ավելի լիարժեք։ Տարիներ անց, երբ Անահիտն արդեն դեռահաս էր, նա գտավ բնօրինակ նամակը, շրջանակի մեջ դրված հյուրասենյակում։ Կարդաց այն բառերը, որոնք գրել էր, երբ ընդամենը 6 տարեկան էր, ժպտաց։ Երբեմն, մտածում էր նա, ամենաանաղարտ խնդրանքներն իսկապես հասնում են ճիշտ տեղեր։ Եվ երբ հասնում են, ոչ միայն փոխում են կյանքեր։ Փոխում են ամբողջ ճակատագրեր։ Որովհետև հենց դա էր տեղի ունեցել այն սուրբ ծննդին Գյումրիում։ Մի պարզ նամակ, գրված կարմիր մատիտով անկեղծ հույսով, միավորել էր 3 մենակյաց հոգիների ստեղծել մի ընտանիք, որի կարիքը նրանցից ոչ մեկը չգիտեր, բայց որին բոլորն արժանի էին։ Մի ընտանիք, կառուցված ոչ թե արյունով, այլ ընտրությամբ։ Սիրով։ Հավատալու քաջությամբ, որ նույնիսկ ամենացուրտ ձմեռներին գարունը միշտ գտնում է իր վերադարձի ճանապարհը։ Եվ այն տանը բլուրների վրա, որտեղ ձյունը առատորեն թափվում է, գինին հնեցվում է կաղնու տակառներում, սերը նույնպես հնեցվում է։ Ոչ թե ուժը կորցնելով, այլ խորություն ձեռք բերելով։ Դառնալով ավելի հարուստ, ավելի բարդ, ավելի ամբողջական յուրաքանչյուր անցնող տարվա հետ։
Որովհետև սա է ճշմարտությունը երջանիկ ավարտների մասին։ Դրանք վերջակետեր չեն։ Դրանք պարզապես մի պատմության սկիզբն են, որը շարունակվում է գրվել օրեցօր, քնքշանքի յուրաքանչյուր ժեստով, կիսված յուրաքանչյուր ծիծաղով, միասին հաղթահարված յուրաքանչյուր դժվարությամբ։ Եվ այդ պատմությունը, որը սկսվել էր մի նամակով հրաշքներին հավատալու պատրաստ սրտով, կշարունակվեր գրվել բոլոր այն օրերին, որոնք դեռ առջում էին։ Դրսում ձյուն է գալիս։ Ներսում սերն է տաքացնում։ Եվ ինչ-որ տեղ երկնքի ու երկրի միջ Յուլիան ժպտում է, իմանալով, որ իր վերջին կամքը կատարվել է։ Արմենը նորից սկսեց ապրել։ Եվ դա արեց ավելի գեղեցիկ կերպով, քան նա կարող էր պատկերացնել։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Արմենի անուշի Անահիտի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք վերսկսումների, հույսի իսկական սիրո այս ճանապարհորդությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե որ պահն էր ձեզ ամենաշատը տպավորել։ Բնակարանի դռան մոտ հանդիպումը։ Գերեզմանատուն այցելությունը։ Ձյան մեջ հարսանիքը։ Թե գուցե այն համեստ նամակը, որից ամեն ինչ սկսվեց։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի ինտենսիվ գրավիչ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը ճշմարիտ կողմը, ցույց տալով, որ երբեք ուշ չէ վերսկսելու համար, որ սերը միշտ գտնում է իր ճանապարհը։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում նոր պատմությամբ, որը կհուզի կոգեշնչի ձեզ։